քաղաքական մտածողություն ունեցող անձինք մեզպիսի ձևակերպում ունեն, քանի չեն փարատվել բոլոր կասկածները, ցանկացած կասկած կամ ցանկացած վարկած իրավունք ունի մնալ շրջանառության մեջ։ Հենց մեր գործունեությունը միտված է դրան, անել այնպիսի քայլեր, գործողություններ, որոնք կբացառեն կամ կվերացնեն այդ հնարավոր կասկածները, կրկնում եմ, կամ կփարատեն, ինչպես դժոխք կողմի մոտ, այնպես էլ կողմնակի դիտորդների մոտ, հասարակության մոտ կփարատեն, իսկ այդ կասկածները փարատելու համար մեզ ի վերջո, եթե նույնի զինծառայողների կյանքը եւ հետո տակտիկական առումով ասի չի կարող Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կա, ես էլ հիմա ասում եմ, եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի, ասեք կամ միշտորդավորված ներկայացեք, ես երաշխավորում եմ, թող ներկայացվի ում վերաբերյալ ուզում է լինի, ով ուզում է լինի, քրեական ուրեմն հեղինակություն կլինի, պատգամավոր կլինի, իշխանավոր կլինի, գեներալ կլինի, զինվոր կլինի, գողական կլինի, ով ուզում է լինի, այս գործընթացում, եթե իրական ներգրավվածություն է ունեցել եւ կամ իրական ինչ-որ մասնակցություն է ունեցել կամ առնչություն ունի, կամ Եղիշեին ինչ-որ մեկը վախեցնում է, չգիտեմ, կաշկանդում է, պահանջում է լռել, ստիպում է չխոսել, ես իմ կյանքով եմ, իմ պատասխանատու կերպով հայտարարում եմ, ես իմ վրա եմ վերցնում այդ ամբողջ պատասխանատվությունը, թող այդ ինֆորմացիան փոխանցեն ինձ, մնացածը ես գիտեմ ինչ կանեմ, անել միշտորդավորված թող փոխանցեն, թող բերեն, ինչպես ասում են դասականը, բերեն մեր ուրեմն դրան շորի տակ դնեն, ես կվերցնեմ այդ ինֆորմացիան։ Պարոն Մորգյան, այդ պատմությունը, որ Եղիշեն փոխանցել էր ձեզ, ինչ է պնդում, դա ազդեցություն կապ ուղղորդում կամ ուղղակի կապ ունի հրդեհի հետ, թե չէ պատգամավորների եւ քրեական էլեմենտների ներգրավված ըստ Եղիշեի պնդման կապ ունի հրդեհի հետ։ Ինքը ընդհանրական ինչ-որ տեղեկություններ էր հաղորդում, ընդհանրական, Ալբերտ, ես այս բանը չեմ կարող ասել եւ հաստատել եւ հերքել, կրկնում եմ, ես ընդամենը այս երկու տեղեկությունը հրապարակեցի այնքանով, որ մենք մտնում ենք այն փուլը, որտեղ սկսվելու է Եղիշեի հիմնական հարցաքննությունը։ Եվ սա որոշակի նաև ազդանշան է իրենց ուղղության, որ մենք հորդորում ենք, իհարկե ինչ-որ մի փուլում, եթե ինքը չասի այդ հարցադրումները, ես բարձրաձայն եմ դատանում, դա խնդիր չկա, դա չի քննարկվում, բայց հորդորում եմ, որ ինքը այն տեղեկությունները, որոնք փոխանցել են մեզ, ինքը սկսի խոսել, ավելի լայն, ավելի ընդգրկուն, ավելի համապարփակ եւ ամենակարևորը, այս տեղեկությունները, որ փոխանցվել են մեզ, սրա նպատակն է շարժարիտն է հետաքրքիր։ Ինչու է փոխանցվել ինձ, որ ես ինչ անեմ սա։ Ինչ պետք է անել սա ինչ ուղեր ձեր ծնողներին, որ ծնողները ինչ պետք է անեն, որովհետեւ այս տեղեկությունները երբ որ փոխանցվել է ինձ, ես ծնողներին ընդամենը հանձնարարությունները կատարողն եմ։ Ծնողների, ուրեմն ես նույն վայրկյանին սա այս ամբողջ տեղեկատվությունը փոխանցել եմ ծնողներին, եւ ուրեմն մենք ակնկալել ենք, որ ինքը խոսի այդ տեղեկությունների մասին, որոնք մեզ հաղորդել են։ Ես չեմ կարող ոչինչ բացառել, թե ինքը ինչ նպատակ է ունեցել նման տեղեկությունները մեզ փոխանցելու համար։ Պարոն Մորգյան, բացի վարչապետի պատմած այդ վարկածից, այլ վարկած կա գործի մեջ եւ կարող է լինել, կարող է քննվել, թե միայն այդ շրջանակում է գործի քննությունը, դատաքննությունը ընթանում։ Դատաքննությունը ընթանում է բացառապես այդ առաջադրված մեղադրանքի շրջանակներում, իհարկե մենք յուրաքանչյուր վկայի հարցաքննության ընթացքում հարցերը շարադրում ենք ըստ այդ վկայի առնչության կամ այդ վկայի կողմից տրված ցուցմունքների բովանդակության, բնականաբար առաջադրված մեղադրանքի շրջանակներում է իրականացվում քննությունը, դուք հիշեք, որ անընդհատ այս գործի շրջանակներում մշտապես աղերսվել է դիվերսիայի վարկածը, շոշափվել է եւ մենք այդ ուղղությամբ ենք որոշակի աշխատանք կատարել, ես նույնիսկ անցած տարի այսօրը ձեզ տեղեկացրեցի, որ ես նույնիսկ հատուկ գրություն եմ ուղարկել ազգային անվտանգության ծառայության տնօրենին, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք
կատարել են համապատասխան ուսումնասիրություններ բարձելու համար, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարող էր ուրեմն այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե ոչ, այսինքն մեր կողմից, եւ իդեպ սա ուզում հստակ ընդգծեք, ծնողներն այստեղ ներկա են, սիրելի բարեկամներ, այս գործով եւ իմ խիղճը եւ ծնողների խիղճը այնքանով մենք առանձին ենք խոսել, էլի, ասել եմ, այս գործը բացառիկ են առումով, որ տուժողները, ծնողները, իր սեփական երեխային կորցրած ծնողը արել է անհնարը, ինչ մեր հնարավորություններից կախված է եղել ժողովուրդ։ Չի եղել մի բան, որ մենք կարող էինք անել ու չենք արել։ Այստեղ մի բան ասեմ, ես իհարկե ծնողներից շատերի կիսվել եմ այսօր, մենք մի բան չենք արել դեռևս։ Դա շատ նուրբ հարց է, արտաշինման հետ կապված խնդիր է։ Դա ասենք հետո մենք ամենասկզբից ենք քննարկել այդ հարցը, բայց մենք այդ մենակ այդ մի բանը չենք արել։ Այս գործի շրջանակում չի եղել մի միջնորդություն, մի տեղեկություն, մի հարց, որը մենք չենք սևեռել վարույթ իրականացնող մարմնի ուշադրությանը։ Ծնողները իրենք բոլոր ուժերով այս 3 տարիների ընթացքում, այսպես ասեմ, արել են անհնարին, արել են, չգիտեմ, անհնար ու հնարավոր բոլոր քայլերը։ Եվ ես այդ առումով եմ ասում, որ իրանց խիղճը այդ առումով հանգիստ է, որ իրանք ամեն անգամ իրենց զավակների ուրեմն շիրիմին այցելելիս իրանք այդ առումով իրանց խիղճը մաքուր է, որ արել են անհնարը այս մարդիկ։ Հենց դրա համար է ինձ վրդովմունքը, որ իր պետության փոխարեն, իրավապահ մարմինների փոխարեն ինչու պետք է զոհված զինծառայողի ծնողը այդքան իր ուրեմն հոգեվիճակի հետ մեկտեղ նման ուրեմն ծանրության մեջ մտնի։ Եթե դուք ասացիք քննություն քննությունը հասկացնքով կարելի է ակնկալել, որ դատաքննությունը տեսնում ենք ինչ ընթացքով է գնում, ակնկալել տեսեք, նախ այդ 5 մեղադրյալների մասով ասեմ, որպեսզի հետագայում էլ ժողովրդի համար, այսպես ասած, շոկային չլինի։ Եղիշե Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, որ եթե ինքը մեղավոր ճանաչվի եւ ազատազրկման դատապարտվի, առավելագույն պատիժը 8 տարի է։ Խնդրում սա նկատի ունեցեք։ Իսկ մնացած 4 մեղադրյալների համար նախատեսվող պատիժը ավելի խիստ է, քան Եղիշեինը։ Նրանց համար նախատեսվող պատիժը առավելագույնը 10 տարին է, Եղիշեինը 8 տարի է, որովհետեւ կապված քրեական օրենքով արգելված ենթադրաբար կատարված արարքները հաշվի առնելով։ Հիմա վաղը մյուս օրը եթե դատարանը մեղավոր ճանաչի նշված անձանց ու ենթարկի ազատազրկման, խնդրում եմ ի սկզբանե իմացեք, Եղիշեն կարող է այս քրեական վարույթի շրջանակներում, այս մեղադրանքի շրջանակներում մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման դատապարտվել առավելագույնը 8 տարի ժամկետով, իսկ մնացած 4 զինծառայողները, մեղադրյալները առավելագույնը 10 տարի ժամկետով։ Եթե այս քրեական վարույթի ընթացքում չբացահայտվի այլ իրողություն եւ այդ իրողության պայմաններում այլ քրեաիրավական ներգործության միջոցներ ի հայտ չգան։ Սա ի սկզբանե